Ազգային ժողովի հարգարժան փոխոսնակներ, հարգելի պատգամավորներ, օրակարգային այս հարցով ձեր քննարկման է ներկայացված անձը հաստատող փաստաթղթի մասին օրենքի եւ հարակից օրենքների նախագծերը։ Փաթեթը հիմնականում մի քանի նպատակ է հետապնդում։ Առաջինը հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք ներդնում ենք կենսաչափական նոր համակարգ Հայաստանի Հանրապետությունում, փաթեթը բնականաբար պիտի միտված լինի պատշաճ իրավական ընթացակարգեր երաշխավորելու համար այս համակարգի ներդրման ուղղությամբ։ Կարևոր է այն հանգամանքը, որ մենք համակարգը ներդնում ենք պետություն մասնավոր համագործակցության շրջանակներում, հետևաբար փաթեթը պիտի նաև սրան համապատասխան ընթացակարգեր նախատեսի եւ լայն համատեքստում սա եւս մեկ քայլ է, որը Հայաստանի Հանրապետությանը մոտեցնելու է Եվրոպական միության հետ վիզաների ազատականացմանը, ինչու, որովհետև օրերս ստացել ենք նաև Եվրոպական միության կողմից վիզաների ազատականացմանը միտված գործողությունների ծրագրի առաջընթացի վերաբերյալ առաջին զեկույցը եւ փաթեթում նաև հատուկ ընդգծում կա անձը հաստատող փաստաթղթի մասին օրենքի հետ կապված, որովհետև այս օրենքը պիտի հավակնի համակարգային ձևով կազմակերպելու այն բոլոր ընթացակարգերը, որոնք որ անհրաժեշտ են կենսաչափական համակարգի ներդրման ուղղությամբ եւ բնականաբար երաշխավորի իրավական որոշակիություն եւ նաեւ ապահովի գործառնական հետեւողականություն։ Նախագծերով առաջարկում ենք հետեւյալ հիմնակարային փոփոխությունները։ Առաջինը 16 տարին լրացած անձանց համար նախատեսում ենք բնականացման քարտ ունենալը դարձնել պարտադիր։ Սա կարևոր է այն տեսանկյունից, որ մենք ներպետական գործառնությունների համար, գործարքների համար ուզում ենք դիտարկել բնականացման քարտը որպես շրջանառության մեջ գտնվող հիմնական փաստաթուղթ, որը որ թույլ կտա նաեւ հանրային ծառայություններից շատ ավելի սահուն կերպով օգտվել։ 6-ից 16 տարեկան անձանց համար նախատեսում ենք ամարտահայտության սկզբունքով բնականացման քարտ ունենալու հնարավորություն, իսկ մինչև 6 տարեկան անձանց համար բնականաբար ծննդյան վկայականն է, որ դիտարկվելու է որպես անձը հաստատող փաստաթուղթ։ Ներկայումս քարտը տրամադրվում է միայն 16 տարին լրացած անձանց, կարծում եմ կառավարության այս ճկուն քաղաքականությունը թույլ կտա մեզ հանրային ծառայությունների ոլորտում եւ առհասարակ անձը հաստատող փաստաթղթերի ոլորտում ունենալու շատ ավելի ինստիտուցիոնալ կառուցվածք որպես այդպիսին։ Փաստեմ, որ բոլոր ճամփորդական փաստաթղթերը այս օրենքի տրամաբանությանը համապատասխանելու են միջազգային քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության ICAO 9303 ստանդարտին։ Ամրագրել ենք, որ նաև օտարերկրացիների համար նախատեսվող բոլոր փաստաթղթերը պիտի պարունակեն կենսաչափական տվյալներ, թեև օրենսդրությունը այսպիսի հնարավորություն տալիս էր, բայց գործառնական որևէ քայլ չունեինք այս տեսանկյունից։ Երրորդ կարևոր ուղղության փոփոխությունները, ինչպես նշեցի, քանի որ մենք առաջին անգամ հանրապետության կտրվածքով մեծամասշտաբ կերպով պետություն մասնավոր գործընկերության ձևաչափով են կազմակերպում այս հարցերը, բնականաբար օրենսդրությունը եւս պիտի պատշաճ ընթացակարգեր նախատեսի, որպեսզի պետություն մասնավոր գործընկեր դերաբաշխումները ճիշտ իրականացվեն նաև օրենսդրության կտրվածքով եւ հարգելի գործընկերներ, քանի որ հնդածս անընդհատ քննարկել ենք, ուզում եմ եւս մեկ անգամ շեշտադրել, որ պետությունը պահպանում է որոշումների կայացման իր լիարժեք իրավունքը, մասնավորը որևէ գործողություն, անգործություն կամ որևէ այլ քարք չի կարող կատարել, որը փաստական հետևանքներ է առաջացնելու մեր քաղաքացիների համար։ Եվ նաև որոշակի դեֆորմացիաներ ենք վերացրել, որոնք վերաբերում էին անձնագիրը վերցնելուն հատկապես նախկին տարիներին տարբեր խնդիրներ կարգավորելու տրամաբանության մեջ որոշակի կարգավորումներ ունեինք օրենսդրության մեջ, բայց առաջարկել ենք դրանք լիովին հանել այս փաթեթից։ Եվ ամփոփելով հարգելի գործընկերներ, ուզում եմ նաև փաստել, որ այս օրենքը եւ կենսաչափական համակարգը գալու է սպասարկելու նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից վարվող թվայնացման քաղաքականությանը։ Շատ հաճախ մենք նկատում ենք, որ տարբեր լուծումներ ենք դիտարկում, բայց դրանք մի փոքր դանդաղում են կամ հնարավորություն չենք ունենում լիարժեք արագ կերպով իրականացնել, որովհետև կենսաչափական համակարգ Հայաստանի Հանրապետությունը չունի եւ մենք հենվում ենք տարիներ շարունակ որևէ ներդրում չունեցած համակարգի վրա, բայց կարծում եմ արդեն 2026 թվականի աշնանը մենք լիովին նոր իրավիճակ կարձանագրենք Հայաստանի Հանրապետությունում եւ թվայնացման տեմպերը գնալով ել ավելի կարագանան այս տեսանկյունից։ Թերևս այսքանը, շնորհակալ եմ։